Մենք միասնական ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդական հանձնառությանը նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեսիրը համատեղ հայտարարությունում, որը տարածվել է նրանց կողմից Բելգրադում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարական խորհրդի հանդիպման արդյունքներով նշել են նաև, որ ողջունում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով այդ հայտարարությունը ռուս-թուրքական կոնֆլիկտի հետ կապված նոր իրավիճակ է ստանում։ Բավականին կոշտ հայտարարություն էր և միանշանակ, որ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որը կարող է զբաղվել և աջակցություն ունի ԵԱՀԿ բոլոր երկրներից։ Երկրորդն էլ այն է, որ գոյություն չունի ռազմական լուծում։ Պարզ հստակ մտածված էր արտգործնախարարների մակարդակով հայտարարվեց ի պատասխան ըստ երևույթին այս տենդենսների, որոնք որ կան։ Ես կարծում եմ Ադրբեջանը ցույց տալու համար իր լրջությունը կազմակերպեց և այս գիշեր այդ պրովոկացիան և մենք գորուստ ունեցանք, որի պատահական չէր, փաստորեն ցույց են տվել, որ լուրջ տրամադրված են ինչ-որտեղ Թուրքիայի հետ ինչ-որ միասնական պլաններ իրականացնեն այստեղ, կամ գոնե ցույց է տվել, որ Թուրքիայի այս անգամ արդեն Թուրքիայի առաջարկը նույնպես կարող են ընդունել Ադրբեջանի կողմից։ Թուրքիայի կողմից շանտաժը շատ պարզ է, ասում է Սարգսյանը։ Թուրքիան կփորձի օգտագործել Ղարաբաղը Ռուսաստանին ցույց տալու համար, որ ի հակադարձում Սիրիայում Ռուսաստանի ստեղծած ռազմաճակատին այստեղ ևս կարող է նման բան ստեղծել։ Բնական է, դա շանտաժ է, բայց արդեն իսկ քաղաքական ուղղություն է։ Այսօր Թուրքիայի վարչապետը դիմեց և Հայաստանին, էլի նույն, որ խաղաղ ճանապարհով, եթե վերադարձնենք ադրբեջանական իր ասած սուրբ հողերը դուք կարող եք միանալ արդեն Վրաստան, Ադրբեջան, Թուրքիայի դաշինք է ասում, թե ինչ էլ ասենք ծրագրին, խաղաղության ծրագրին։ Այս ամեն ինչը պարզ ու հստակ ցույց է տալիս այդ երկրի քաղաքականությունը, որը նա փորձում է ստեղծել այստեղ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը հավասարակշռված է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը։ Բաբայանի կարծիքով ամենակարևորն այն է, որ համանախագահները հիմնական շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա։ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունն այս գիշեր Բաբայանը կապում է հենց այդ հայտարարության հետ։ Երևի թե որոշ ձևով վերանայի և ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերի ուրեմն Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումների և ահաբեկչության քաղաքականության վարման համար, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնիսկ այդ հանդիպան նախօրեին, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից 1-2 օր հետո փաստորեն իր անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այդ հայտարարությունների նկատմամբ և խախտում է զինադադարի ռեժիմը։ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը Թվիթերյան իր էջում նշել է, որ համանախագահներն աշխատում են, որպեսզի Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա մինչև այս տարվա վերջ։ Մանվել Սարգսյանը մինչդեռ ընդգծում է, որ չգիտի արդյոք նման հանդիպում կլինի, թե ոչ։ Հիմա եթե հանդիպեն այնտեղ, ես չգիտեմ ո՞րն է լինելու թեման, ինչ պիտի անեն, միասնական հայտարարություն պիտի անեն, կամ չգիտեմ ինչ պիտի անեն, երևի իրենք էլ չգիտեն ինչ պիտի անեն, ես չգիտեմ էլ ընդհանրապես հնարավոր է նման հանդիպում։ Կարծես թե շատերը խոսում էին, որ դեկտեմբերի 1-ին Փարիզում կարող էր լիներ նման մի բան, բայց չեղավ։ Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը ևս լիահույս չէ, թե հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ առաջարկ կքննարկվի։ Նա նաև անհավանական է համարում, որ Թուրքիան օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հարված կհասցնի Ռուսաստանին։ Դժվար թե Թուրքիան այդպիսի քայլ անի։ Կարծում եմ, որ թուրքերն այժմ ուզում են առավելագույնս թուլացնել լարվածությունը և չեն սրի իրավիճակը։ Հասկանալի է, որ հաշվի առնելով Էրդողանի էքսցենտրիկ բնավորությունը, հնարավոր են նաև այլ սցենարներ, բայց մյուս կողմից թուրքական հասարակությունը մեծ ճնշում է գործադրում նրա վրա, որպեսզի նա նվազեցնի Ռուսաստանի հետ լարվածությունը։
Ռուսաստանի պատասխանը Թուրքիային կարող է լինել համաչափ կամ անհամաչափ։